Հերթական սկանդալից հետո, որն ավարտվեց ծեծկրտուքով, նա լուր պառկեց քնելու, ոչ մի բառ չարտասանելով։ Առավոտյան ամուսինն արթնացավ թարմ թխված նրբաբլիթների բույրից։ Իջնելով խոհանոց, նա տեսավ բազմաթիվ հյուրասիրություններով գցված սեղանը եւ ինքնագոհ ասաց. «Այսպես ապրես, վերջապես հասկացար»։ Տղամարդը վստահ էր, որ կինը դասը յուրացրել է, բայց նրա ինքնագոհ ժպիտն անմիջապես անհետացավ, երբ տեսավ, թե ով է նստած այդ սեղանի շուրջը։ «Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Ուրախ եմ ողջունել ձեզ, իմ ալիքում։ Ներկայացնում եմ ձեզ նոր հետաքրքիր պատմություն։ Բարի ունկնդրում»։ Նարեն երկար պառկած էր լոգարանի սառը սալիկներին, թաց սրբիչը սեղմելով այդ ոսկրին։ Շրթունքն այնպես էր ուռել, որ թվում էր, թե դեմքը ուրիշ մարդու է պատկանում։ Ձախաչքն արդեն լցվում էր մուգ մանուշակագույնով եւ նա գիտեր, որ մինչեւ առավոտ կապտուկը կտարածվի մինչեւ քունքը։ Ննջասենյակի դուռը փակ էր։ Այնտեղից լսվում էր գոռի հավասարաչափ խռմփոցը։ Նա անմիջապես քնել էր, անգամ նրա կողմը չնայելով։ Երևի կարծում էր, որ նա ինքն է մեղավոր, իսկ մեղավոր էր նա միայն նրանում, որ չէր հասցրել տաքացնել ընթրիքը։ Նա աշխատանքից եկել էր սոված եւ ջղայնացած։ Կինը զբաղված էր լվացքով։ Լվացքի մեքենան փչացել էր, ստիպված էր սպիտակեղենը լվանալ թասի մեջ։ Գոռը պայուսակը նետեց բազմոցին եւ սկսեց բղավել, որ այս տանը հնարավոր չէ ապրել, որ ուրիշ տղամարդկանց տանը ամեն ինչ պատրաստ է, որ նա անբան է, ով ամբողջ օրն անհասկանալի է, թե ինչով է զբաղվում։ Նարեն փորձեց բացատրել մեքենայի մասին, բայց նա չէր լսում։ Վերցրեց սառած ապուրով ափսեն ու շպրտեց պատին։ Կաթիլները ցրվեցին պաստառների վրա, որոնք նա ինքն էր փակցրել 2 տարի առաջ։ Հետո շրջվեց եւ մեկ անգամ խփեց, հետո էլի, բռունցքով թափով, այնպես որ նա ընկավ եւ ծոծրակով հարվածեց դրան շրջանակին։ Նարեն ոտքի կանգնեց, լուր հավաքեց բեկորները, սրբեց պատը։ Գորն արդեն նստած էր հեռուստացույցի դիմաց, բուտերբրոդով։ Նա անցավ նրա կողքով դեպի լոգարան, ոչ մի բառ չասելով։ Հետո պառկեց հյուրասենյակի բազմոցին, ծածկվելով հին պլեդով։ Քնեց դեմ առավոտ, երբ պատուհանից դուրս արդեն սկսում էր լուսանալ։ Արթնացավ շուտ, թեև քնել էր հազիվ 3 ժամ։ Դեմքն այրվում էր, ծնոթի յուրաքանչյուր շարժում արձագանքում էր բութ ցավով։ Նարեն վեր կացավ, նայեց իրեն հայելու մեջ եւ ծիծաղեց. «Գեղուրկուհի ես, հիմա գոնե մի շաբաթ տնից դուրս չես գա»։ Նա գնաց խոհանոց, ջուր լցրեց եւ միանգամից խմեց։ Գլխում զարկում էր, բայց մտքերը զարմանալիորեն պարզ էին եւ սառը։ Նարեն բացեց սառնարանը, հանեց ձու, կաթ, ալյուր, հետո հանեց մեծ թավա եւ հարիճ եւ սկսեց նրբաբլիթների խմոր հունցել։ Շարժումները հստակ էին, մեխանիկան։ Նա թխում էր, շրջում նրբաբլիթները, դարսում մեծ ափսեի մեջ։ Հետո սառնարանից հանեց այն ամենը, ինչ կար այնտեղ. երշիկ, պանիր, խոզապուխտ, լոլիկ, վարունգ, կանաչի։ Կտրատեց, շարեց ափսեների մեջ, սուրճ եփեց, սեղանին դրեց սերուցք, ջեմ, մեղր, սեղանն այնպես գցեց, ասես հյուրելի էր սպասում։ Գորն արթնացավ 9-ի կողները։ Նարեն լսեց, թե ինչպես է նա շուռումուռ գալիս ննջասենյակում, հետո վեր է կենում եւ գնում լոգարան։ Նա կանգնած էր խոհանոցի պատուհանի մոտ եւ նայում էր բակին, որտեղ բակապան Հակոբ քեռին մաքրում էր արահետները։ Սովորական երկուշաբթի առավոտ էր։ Գորշ երկինք, մերկ ծառեր, ջրափոսեր ասֆալտի վրա։ Գորը դուրս եկավ լոգարանից եւ քարացավ խոհանոցի դռան շեմին։ Նա աչքերը հառեց գծված սեղանին, նրբաբլիթների սարին, կտրատված մթերքներին։ Նարեն տեսավ, թե ինչպես նրա դեմքին գոհունակ արտահայտություն հայտնվեց։ Նա անգամ ժպտաց, ձեռքերը շփելով։ «Այսպես, ապրես, վերջապես հասկացար», ասաց նա բավականությամբ։ «Ես քեզ ասում էի, չէ, որ պետք է պարզապես փորձել։ Տեսնում ես, երբ ուզում ես, ամեն ինչ կարող ես»։ Նա մոտեցավ սեղանին, պատրաստվելով նստել իր սովորական տեղում, բայց այդտեղ նկատեց, որ այնտեղ արդեն ինչ-որ մեկը նստած է։ Սեղանի շուրջ նրա տեղում հարմարավետ տեղավորվել էր Նարեի մայրը, Կարինե Արամովնան։ Նա անշտապ ջեմ էր քսում նրբաբլիթին, սուրճ խմելով գոռի սիրելի բաժակից։ Կողքին 2 պայուսակ կար, մեծ ճամփորդական եւ տնտեսական։ «Բարի լույս, փեսա», ասաց Կարինե Արամովնան, չկտրվելով նրբաբլիթից։ «Նստիր, մի քաշվիր, հյուրասիրությունը հիանալի է»։ Գոռը նայեց զոքանչին, հետո Նարեին։ Նա կանգնած էր պատուհանի մոտ, ձեռքերը կրծքին խաչած։ Աչքի տակի կապտուկը պարզ երևում էր, շրթունքը դեռ ուռած էր։ Սա ինչ է նշանակում։ Ձայնը խուլ էր, զգոն։ Այն էլ նշանակում է, Կարինե Արամովնան մի կողմ դրեց նրբաբլիթը եւ ոտքի կանգնեց։ Նա խոշոր, լայնոսկոր, ուժեղ ձեռքերով կին էր։ Ամբողջ կյանքն աշխատել էր որպես բուժքույր վնասվածքաբանական կետում, ամեն ինչ տեսել էր։ «Ինչ է, հյուրեր են եկել»։ «Ինչ հյուրեր, մայրն եմ, ինչ է, հենց ինքն եմ»։ Նարեն այսօր առավոտյան զանգեց, խնդրեց գալ։ Ես նայեցի նրան եւ միանգամից հասկացա,
Երկար կմնամ այստեղ, մի 2 շաբաթով, կամ գուցե ավելի։ Գոռը գունատվեց, նայեց Նարեին, բայց նա շրջվեց դեպի պատուհանը։ Նարե, գրողը տանի, այս ինչ ես անում։ Ոչ մի բան էլ չեմ անում։ Նարեի ձայնը հանգիստ էր, անգամ անտարբեր։ Պարզապես մայրիկը մի քիչ կհյուրընկալվի։ Դու դեմ չես, չէ։ Ես դեմ եմ, մռնչաց նա։ Սա իմ տունն է։ Մեր տունը, ուղղեց Կարինե Արամովնան։ Որքան հիշում եմ, բնակարանը գրանցված է երկուսի տանունով։ Եվ հետո ես քեզ մոտ չեմ խնդրվում ապրելու։ Ես աղջիկաս մոտ եմ եկել։ Նրա, տեսնում ես, դեմքը ցավում է, օգնություն է պետք։ Տնտեսությանը կհետևեմ, կեփեմ, կմաքրեմ, քեզ միայն ավելի լավ կլինի։ Գոռը կանգնած էր խոհանոցի մեջտեղում, բռունցքները սեղմած։ Նարեն տեսնում էր, թե ինչպես են նրա այտոսկրերի մկանները խաղում, բայց Կարինե Արամովնան նայում էր հանգիստ եւ հաստատակամ, եւ այդ հայացքի մեջ մի այնպիսի բան կար, որը ստիպում էր տոնն իջեցնել։ Նարե, նա շրջվեց դեպի կինը։ Բացատրիր նրան, որ այս ամենը սխալ է, մենք ինքներս կպարզենք։ Արդեն պարզել ենք, կամաց ասաց Նարեն։ Երեք պարզել ենք։ Ծանր, խիտ լռություն տիրեց։ Կարինե Արամովնան նորից նստեց սեղանի մոտ եւ շարունակեց ուտել նրբաբլիթը։ Գոռը մի փոքր կանգնեց, հետո կտրուկ շրջվեց եւ գնաց ննջասենյակ։ Դուռը շրքկաց։ 10 րոպե անց նա դուրս եկավ, հագնված եւ չար դեմքով, վերցրեց բաճկոնը եւ դուրս թռավ բնակարանից։ Այսպես ավելի լավ է, ասաց Կարինե Արամովնան։ Հիմա կարժևորի։ Նարեն մոտեցավ սեղանին եւ նստեց մոր դիմաց։ Ձեռքերը դողում էին, բայց նա չէր լացում։ Մամ, նա ինձ կսպանի։ Չի սպանի, քանի դեռ ես այստեղ եմ, անգամ մատով չի դիպչի։ Իսկ հետո կտեսնենք։ Իսկ եթե դու գնաս, ուրեմն միասին կգնանք։ Դու հասկանում ես, չէ, որ այսպես այլևս չի կարելի։ Նարեն գլխով արեց։ Նա հասկանում էր դեռ 3, երբ պարկած էր սալիկների վրա եւ մտածում էր, որ հաջորդ անգամ նա կարող է ավելի ուժեղ հարվածել, որ ինքն առաջինը չէ, ով այդպես է մտածում, եւ ոչ էլ վերջինը, որ պետք է ինչ-որ բան անել, քանի դեռ ուշ չէ։ Գոռը վերադարձավ երեկոյան, սթափ էր, բայց մռայլ, գնաց խոհանոց, որտեղ Կարինե Արամովնան ընթրիքն էր տաքացնում, ատելությամբ նայեց նրան, բայց լռեց, կերավ, գնաց իր սենյակը։ Նարեն քնում էր բազմոցին, մայրը տեղավորվեց կողքին բացովի մահճակալի վրա։ Առաջին օրերը լարված էին, գոռը բնակարանում քայլում էր ինչպես ականապատ դաշտում, խոսում էր քիչ, նայում էր հոնքերի տակից։ Մի քանի անգամ փորձեց առանձին խոսել Նարեի հետ, բայց նա ամեն անգամ գնում էր լոգարան կամ խոհանոց, որտեղ մայրն էր։ Երրորդ օրվա երեկոյան նա չդիմացավ։ Սա որքան է շարունակվելու, հարցրեց նա, երբ Նարեն անցնում էր նրա կողքով միջանցքում։ Չգիտեմ, ես չեմ կարող այսպես ապրել, սեփական բնակարանումս չեմ կարող բառ ասել։ Ուրեմն դու հասկանում ես, չէ, որ դա ինչ է, երբ չես կարող բառ ասել սեփական տանդ։ Նա բռնեց նրա ձեռքը, ցավոտ սեղմելով դաստակը։ Դու ինձ հրահրում ես։ Ոչ, Նարեն ազատվեց։ Ես պարզապես ուզում եմ, որ դու հասկանաս, ես այլևս երբեք չեմ լռի։ Ահ, չես լռի։ Նա մի քայլ արեց դեպի նա, բայց այդ պահին խոհանոցից դուրս եկավ Կարինե Արամովնան։ Նրա ձեռքերում ծանր թուջե թավա կար։ Նա պարզապես կանգնեց եւ նայեց։ Գոռը շրջվեց եւ գնաց ննջասենյակ։ Այդ երեկոյան նա լսեց, թե ինչպես է նա ինչ-որ մեկին զանգում եւ գանգատվում։ Ձայնը խղճուկ էր, գրեթե լացակումած։ Նա ցնցվեց զզվանքից։ Մեկ շաբաթ անց նա փոխեց մարտավարությունը։ Սկսեց ծաղիկներ բերել, խոսել քնքշորեն, ներողություն էր խնդրում Նարեից։ Խոստանում էր, որ այլևս երբեք ձեռք չի բարձրացնի նրա վրա։ Երդվում էր, որ պարզապես նյարդային էր, որ աշխատանքը ճնշում է, որ սիրում է նրան։ Նարեն լսում էր եւ լռում։ Կարինե Արամովնան եւս լռում էր, բայց երեկոյան ասում էր դստերը. «Մի հավատա, նրանք բոլորն են այդպես ասում։ Իսկ հետո ամեն ինչ սկսվում է նորից։ Ես գիտեմ, մամ»։ Ապա մտածիր, թե ինչ ես անելու հետո։ Նարեն մտածում էր ամեն օր, ամեն գիշեր։ Կշռադատում էր, հաշվորքում։ Ապա հարզանը սկանդալ է, գույքի բաժանում, դատական քաշքշուկ։ Բնակարանը ձևակերպված է երկուսի անունով, բայց նա մինչև վերջ կկռվի։ Եվ հետո, ուր գնա, բնակարան վարձի, ինչ փողերով։ Տեղական ֆիրմայի հաշվապահությունում նրա աշխատավարձը 450,000 է։ Մեկ սենյականոցի վարձակալության համար կգնա 300,000։ Գոռն այդ ընթացքում շարունակում էր գրոհը։ Գնեց Նարեին ականջողեր, որոնք նա վաղուց էր ուզում,
գրանցվեց հոգեբանի մոտ, ցույց տվեց տեղեկանքը։ Անգամ Կարինե Արամովնայի ներկայությամբ ներողություն խնդրեց, ասելով, որ ամաչում է իր պահվածքի համար։ «Ես կուղվեմ», ասում էր նա։ «Ինձ հնարավորություն տվեք»։ Կարինե Արամովնան միայն փնչացրեց։ 10-րդ օրը մայրը պատրաստվեց մեկնել։ «Քեզ ժամանակն է վերադառնալ աշխատանքի», ասաց նա դստերը։ «Անաշխատունակության թերթիկը անվերջ չէ»։ «Մամ, իսկ եթե նա նորից, ահա եթե նորից, անմիջապես զանգում ես ինձ կամ ոստիկանություն, կամ ինքդ հավաքում ես իրերդ ու հեռանում, ես քեզ համար սենյակ կպատրաստեմ, ինձ մոտ տեղը կհերիքի, հասկանալի է»։ Նարեն գլխով արեց։ Նրանք գրքախառնվեցին։ Կարինե Արամովնան գնաց, եւ բնակարանում անմիջապես լուր ու դատարկ դարձավ։ Գորն այդ երեկո աշխատանքից ավելի շուտ եկավ։ Բերեց սուշի եւ գինի, սեղան գցեց, մոմեր վառեց։ Նարեն նայում էր այս ամենին եւ իրեն զգում այնպես, ասես ներկայացման էր հետևում։ «Նարե, արի նորից սկսենք», ասաց նա բռնելով նրա ձեռքերը։ «Ես իսկապես կփոխվեմ, հասկանում եմ, որ սխալ էի, ներիր ինձ»։ Նա նայեց նրա աչքերին։ Նրանցում աղերս կար, եւ թվում էր, թե նա անկեղծ է խոսում։ Բայց Նարեն հիշում էր, թե ինչպես էր ծեծում իրեն, ինչպես էր շպրտում ափսեն, ինչպես ասաց, այսպես ապրես վերջապես հասկացար։ Ասես նա կենդանի էր, որին պետք է վարժեցնել։ «Լավ», ասաց նա կամաց, «կփորձենք»։ Գորը թեթևացավ, արտաշնչեց, գրկեց նրան։ Նարեն ճոտարացավ, բայց եւ չպատասխանեց գրքախառնությանը։ Հաջորդ տորերին նա ջանում էր, լվանում էր սպասեքը, թափում էր աղբը, հետաքրքրվում էր ինչպես են գործերը, չէր գոռում, չէր կոպտում։ Նարեն հետևում էր դրան կողքից, կարծես դա օտար մարդ էր։ Գուցե այդպես էլ կար։ Նա այլևս չգիտեր, թե ով է այդ տղամարդն իր կողքին։ 2 շաբաթ անց լարվածությունը սկսեց նվազել։ Գորը թուլացավ, որոշելով, որ փոթորիկն անցել է։ Սկսեց նորից ուշանալ աշխատանքից, դադարեց լվանալ սպասքը։ Մի երեկո եկավ եւ դժգոհ ասաց. «Ինչու ընթրիքը պատրաստ չէ։ Ես զգուշացրել էի, չէ, որ 7-ին կգամ»։ Նարեն կանգնած էր գազօջախի մոտ, խառնելով ապուրը։ Սիրտը սեղմվեց։ «Դու զգուշացրիր 7:30-ին։ Ես չհասցրի։ Պետք էր ավելի շուտ սկսեր։ Դու ամբողջ օրը տանն ես։ Ես հեռավար էի աշխատում։ Մեծ բան, համակարգչի դիմաց աշխատանք է նստել»։ Նարեն անջատեց գազօջախը, դանդաղ շրջվեց նրա կողմը։ «Գոր, մենք չէ որ պայմանավորվել էինք»։ «Ինչի մասին։ Պայմանավորվել ենք։ Ես պարզապես խնդրում եմ նորմալ ընթրիք պատրաստել, այդքան դժվար է։ Դու նորից բարձրացնում ես ձայնդ։ Ես չեմ բարձրացնում», մռնչաց նա եւ այդ պահին հասկացավ, որ պորտքաց։ Լռեց, կուլ տվեց թուքը։ «Նարեն, ներիր, ես չէի ուզում, պարզապես շատ հոգնած եմ»։ Բայց Նարեն արդեն չէր լսում։ Անցավ նրա կողքով դեպի սենյակ, հանեց հեռախոսը եւ զանգեց մորը։ «Մամ, արի», ասաց նա կարճ։ «Գալիս եմ», պատասխանեց Կարինե Արամովնան։ Հաջորդ առավոտյան Նարեն շուտ վեր կացավ, հավաքեց 2 պայուսակ եւ դուրս եկավ բնակարանից։ Գորը դեռ քնած էր։ Նա չարթնացրեց նրան, երկտող չթողեց, պարզապես հեռացավ։ Կարինե Արամովնան նրան դիմավորեց իր շենքի մուտքի մոտ, լուր գրկեց, վերցրեց պայուսակները եւ տարավ վերև։ Բնակարանում թարմ սուրճի եւ կարկանդակների հոտ էր գալիս։ «Վերջ աղջիկս», ասաց մայրը, «հիմա դու տանն ես»։ Գորը զանգում էր 3 օր անընդմեջ, հաղորդագրություններ էր գրում։ Գալիս էր Կարինե Արամովնայի մոտ, կանգնում էր պատուհանների տակ։ Նարեն չէր պատասխանում։ 4-րդ օրը նա գրեց նրան, որ ապահարզան է ուզում։ Նա սկզբում սպառնում էր, հետո աղաչում էր, հետո նորից սպառնում էր։ Ասում էր, որ կխլի բնակարանը, որ դատի կտա, որ բոլորին կպատմի, թե ինչպիսին է նա։ Նարեն լռում էր, փաստաբան վարձեց, ապահարզանի դիմում տվեց։ Գործընթացը երկար ու կեղտոտ էր։ Գորը կառչել էր բնակարանից, պահանջում էր փոխհատուցում վերանորոգման համար, որն իբր արել է իր փողերով, ստում էր, խուսանավում էր, կեղծ վկաներ էր բերում։ Բայց Նարեն չէր նահանջում։ Նա ներկայացրեց վնասվածքաբանական կետից ծեծի վերաբերյալ տեղեկանքները։ Պարզվեց Կարինե Արամովնան դրա վրա պնդել է անմիջապես, հենց ժամանել է։ Այդ ժամանակ դեռ կային հարևանների ցուցամունքները, որոնք լսել էին ճիռերը։ Տեղաչափի ոստիկանի վկայությունը, որ կանչով եկել էր կես տարի առաջ, երբ Գորը ջարդուփշուր էր անում խոհանոցը։ Նարեն այդ ժամանակ վախեցել է եւ ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց արձանագրությունը մնացել էր։
Դատավորը նայեց նյութերին եւ գործին եւ որոշում կայացրեց. բնակարանը կիսել հավասարապես, պարտավորեցնելով Գորին կամ գնել Նարեի մասնաբաժինը շուկայական արժեքով կամ վաճառել կացուրակը։ Նա ընտրեց երկրորդը։ Գնելու համար փող չկար։ Բնակարանը վաճառեցին 63 միլիոն դրամով։ Նարեն ստացավ իր կեսը եւ անմիջապես ներդրեց փոքրիկ երկսենյականոցի հիպոթեկի մեջ նոր թաղամասում։ Կարինե Արամովնան օգնեց կանխավճարի հարցում։ Նա խնայողություններ ուներ։ Հետո կվերադարձնես, ասաց մայրը։ Ոչ մի տեղ չեն փախչի։ Նարեն նոր բնակարան տեղափոխվեց Գառնան վերջին։ Մերկ պատեր, դատարկ սենյակներ, թարմ ներկի հոտ։ Նա կանգնած էր հյուրասենյակի մեջտեղում եւ չէր կարողանում հավատալ, որ այս ամենն իրենն է, միայն իրենը։ Աշխատանքն էլ նա փոխեց։ Տեղավորվեց խոշոր ընկերությունում որպես ավագ հաշվապահ։ Աշխատավարձն աճեց մինչև 750,000։ Գորը մի քանի անգամ փորձեց կապի դուրս գալ։ Գիշերները հարբած հաղորդագրություններ էր գրում, զանգում էր անծանոթ համարներից։ Մի անգամ դարանակալեց նրան աշխատավայրի մոտ։ Նա անմիջապես հանեց հեռախոսը եւ սպառնաց ոստիկանություն կանչել։ Նա նահանջեց, բայց հասցրեց ֆշշացնել։ Մեկ է, առանց ինձ կկորչես։ Նարեն չպատասխանեց, պարզապես անցավ կողքով։ Իսկ հետո Կարինե Արամովնան թոշակի անցավ եւ տեղափոխվեց դստեր մոտ։ Նրա 65-ամյակը լրացել էր եւ նա ասաց, որ մենակ ձանձրալի է։ Դու դեմ չես, չէ՞, հարցրեց նա։ Միայն կողմ եմ, պատասխանեց Նարեն։ Նրանք ապրում էին երկուսով փոքրիկ բնակարանում, որը կահավորված էր հասարակ կահույքով։ Երեկոները խոհանոցում թեյ էին խմում եւ խոսում էին ամեն ինչից ու ոչնչից։ Մի առավոտ աշխատանքի հավաքվելիս Նարեն խոհանոցից նրբաբլիթների հոտ առավ։ Ներս մտավ եւ տեսավ, որ մայրը նախաճաշի սեղանն է գցում։ Ինչու ես այսքան շուտ վեր կացել, հարցրեց Նարեն։ Համեղ բան ուզեցի։ Կարինե Արամովնան շրջեց վերջին նրբաբլիթը եւ անջատեց գազօջախը։ Նստիր, ուտելու ենք։ Նարեն նստեց սեղանի մոտ։ Մայրը սուրճ լցրեց, մոտեցրեց նրբաբլիթներով ափսեն։ Պատուհանից դուրս լուսանում էր, սկսվում էր սովորական օր։ Նարեն վերցրեց նրբաբլիթը, ջեմ քսեց եւ կծեց։ Համեղ էր եւ հանգիստ։ Եվ այդ հանգստության մեջ այլևս չկար այն տագնապը, թե հիմա ինչ-որ մեկը կգա եւ ամեն ինչ կքանդի։ Գիտես, ասաց Կարինե Արամովնան, սուրճ խմելով, երբ ես այն ժամանակ եկա եւ տեսա քո դեմքը, հասկացա, որ եթե չնիչամտեմ, դու կարող ես դուրս չպրծնել։ Ես գիտեմ, մամ, իսկ դու ուժեղ գտնվեցիր, ավելի ուժեղ, քան ես մտածում էի։ Նարեն նայեց մորը եւ ժպտաց։ Նրանք չխճակեցրին բաժակները։ Նրբաբլիթները սառչում էին ափսեի մեջ, բայց ոչ ոք չէր շտապում։ Առջևում ամբողջական օրն էր, լի աշխատանքով, գործերով եւ փոքրիկ ուրախություններով։ Նարեն խմեց սուրճը, վեր կացավ սեղանից եւ գնաց հավաքվելու։ Միջանցքում հայլու կողքով անցնելիս նա հանկարծ կանգ առավ եւ նայեց իր արտացոլանքին։ Ոչ մի կապտուկ, ոչ մի ուռած շրթուկ։ Պարզապես այն կնոջ դեմքը, ով ընտրել է ինքն իրեն։